Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Գիբրոսի ներկայացուցիչներու բալադի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Անդրադառնալով Երևանի եւ Նիգոսիո մեջ տեսփանադուներու բացման, Արարատ Միրզոյան եւ Անիտա Դիմիտրիուն վստահություն հայտնած են, որ համատեղ չանքերով կարելի պիտի լանդլայնել համագործակցությունը։ Երկուստեք ընդգծված է Հայաստանի Եվրամիություն գործընկերության շարունակական խորացման հարցով Հայաստանի եւ Գիբրոսի միջև փոխգործակցության կարեւորությունն ու հերանեկարները։ Անդրադարձ կատարված է նաեւ դարաձաշրջանային հարցերուն Հայաստանի արտաքին գործոստնախարարը ընդգծած է, որ չնայած բոլոր դժվարություններուն Հայաստան հավատարիմ է Հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման օրագարկին։ 20 եւ 21 մայիսին աշխատանքային այցով Հայաստան պիտի գտնվի Ռուսաստանի արտաքին գործոստնախարար Սերգեյ Լավրով։ Արտաքին գործոստնախարարության մեջ պիտի գայանա Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որում պիտի հաջորդե նախարարներուն համատեղ մամլո ասուլիսը։ Էստոնիա գդարած աշխատանքային այցելության ընթացքին Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան Թորբադի համալսարանի ղեկավարության հետ քննարկած է գրթության եւ գիտության ոլորտի ներս իրականացվող բարեփոխումները, մասնավորապես ակադեմիական քաղաքնախաձեռնության համագործակցության հնարավորությունները։ Այցի շրջանակներում մեջ պատվիրակությունը մասնակցած է Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսի բացման, որտեղ ներկայացված է 10-րդ դարուցերակիր շարակնոց անցամբ Աբովյանի կողմին նվիրաբերված Թորբադի Սիրական քրատարանին նախարարը ներկայացուցած է նաև մատենադարանի գործունեությունը անդրադարձ կատարելով մշակութային հաստատություններու միջև համագործակցության ուղիներուն։ Ժաննա Անդրեասյան հանդիպում ունեցած է Թորբադի քաղաքապետ Ուրմաս Քլասի հետ։ Կարևոր նկատված է էստոնական փորձի ուսումնասիրությունը ակադեմիական ենթակառուցվածքներու զարգացման եւ համայնքային կառավարման ոլորտներու մեջ։ Պատվիրակությունը այցելած է նաև Էստոնիո ազգային թանգարան եւ ցանոթացած մշակութային ժառանգության։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուգասյան աշխատանքային հանդիպում ունեցած է Հայաստանի մեջ ՄԱԳ-ի մշտական համագարկող Ֆրանսուազ Ժակոբի եւ մարդկային իրավանց պաշտպան Անահիտ Մանասյանին հետ։ Քննարկված են մարզեն ներս առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, սահմանամերձ բնակավայրերու գարիքները, ինչպես նաեւ այն ուղղությունները, որտեղ կարելի է ՄԱԳ-ի ծրագրային աջակցությունը։ Ֆրանսուազ Ժակոբն նշած է, որ ներկայիս ՄԱԳ-ը գաշխատի Հայաստանի կառավարության հետ հառաջիկա 5 տարիներու գործունեության առաջնահերթությունները սահմանելու ուղղությամբ։ Սյունիքի մարզպետը շեշտած է ՄԱԳ-ի գործակալություններուն հետ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնած շարունակելու համատեղ նախաձեռնությունները։ Ռուսաստան եւ Ուկրաինա շատ մոտ ապակային պիտի սկսին բանակցություններ հրաթաթարի եւ հագամարտության դադրեցման շուրջ հայտարարեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հեռախոսազրույցեն հետո։ 2 ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինին հետ կգարձեմ այն շատ լավ անցավ։ Ռուսաստան եւ Ուկրաինան անմիջապես պիտի սկսին բանակցությունները հրաթաթարի եւ որ ավելի կարեւոր է պատերազմի դադրեցման շուրջ գրած է Թրամփ Truth Social-ի էջին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցեն հետո Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ռուսաստանի թեմ պատժամիջոցները չի խստացներ, որբեսի չխոչընդոտե ռուս-ուկրաինական հագամարտության ղեկավարումը։ Սպիտակ տան մեջ լրագրողներուն հետ Թրամփի հարց պատասխանի դեսամիտը տարածեց Forbes Breaking News-ը։ Միևնույն ժամանակ անկարելի համարած է, որ գրնակալ ժամանակը, երբ պատժամիջոցներու խստացումը տեղի ունենա։ Թրամփ նաև նշած է, որ իր համոզմամբ Պուտինը խաղաղություն կցանկա իր հերթին Interfax գործակալությունը նշած է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով լրագրողներուն հայտնած է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներու հարցը քննարկված է նախագահներուն միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփ հիշեցուցած է, որ ձեռագույտի մեջ սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցներու մասին օրինակիցը, սակայն ինք անցամ պատժամիջոցներու կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության, ըսած է Ուշակով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ամերիկացի պաշտոնագետին հետ հեռախոսազրույցը անվանած է փոխանցագալից եւ անգերց խոսակցություն։ Պուտինն հայտարարած է Ուկրաինայու հետ աբակա խաղաղության պայմանագրի հուշակիրին շուրջ աշխատելու իր պատրաստակամության մասին։ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայու հետ աշխատելու հնարավոր աբակա խաղաղության պայմանագրի մասին հուշակիրի վրա սահմանելով շարք մթիչ որոշումներ, օրինակ կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները եւ այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրաթաթարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվին։
Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարած է, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներու ճնշումը, եթե անցկցկե պատերազմը։ Ռուսաստան պետք է ավարտի պատերազմը, Ուկրաինան միշտ պատրաստ է խաղաղության, գրած է Զելենսկին։ Ան հայտնած է, որ Ամերիկայի նախագահ Թրամփի հետ խոսած է 2 անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցեն առաջ եւ հետո արդեն Ֆրանսիայի, Իտալիո, Գերմանիո, Ֆինլանդիայի եւ Եվրամիության առաջնորդներու մասնակցությամբ։ Երկկողմ զրույցի ընթացքին նախագահ Թրամփին հաստատեցի, որ մենք Ուկրաինայ մեջ պատրաստ ենք լիարժեք եւ առանց նախապայմաններու հրատատարի։ Եթե Ռուսաստանը պատրաստ չէ դադրեցնելու սպանությունները, ապա պետք է ավելի ուժեղ պատժամիջոցներ գրած է Զելենսկին։ Ան համոզված է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պիտի ստիպի անոր երթալ խաղաղության։ Հռոմի Լևոն 14-րդ Փափը հանդիպած է Ամերիկայի փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին հետ քննարկելու Ուկրաինայ մեջ արգա հագամարտություններու ղեկավարումը, գահիտնե Associated Press գործակալությունը։ Լևոն 14-րդ ցանկություն հայտնած է միջնորդառնալու բոլոր ներկա զինված հագամարտություններուն Ուկրաինայ ղեկավարման գործին մեջ։ Հովվաբեդը գոչ ըրած է հագամարտող կողմերուն չբաժնել լավերու կամ վադերու, ընդգծելով փոխզիջման եւ յուրաքանչյուր պետության շահերու ըմբռնման անհրաժեշտությունը։ Նորընդիր Հռոմի Փափը Վատիկանը որպես հարթակ առաջարկած է Ռուսաստանի եւ Ուկրաինայ միջև ուղիղ բանակցություններու համար։ Իսրայել եւ ՄԱԳ հայտարարած են, որ օգնություն դրամատրող առաջին բեռնադարները մտած են Գազա, գրեթե 3 ամիս Իսրայելի կողմեն սնունդի եւ թեղորայքի շրջափակումեն հետո, գահիտնե է Associated Press գործակալությունը։ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով դեղակալ եւ արտագարկ օգնության համագարկող Թոմ Ֆլետչեր հայտարարած է, որ 11 շաբաթ տևած լիագադար շրջափակումեն հետո Իսրայել թույլատրած է օգնություն տեղափոխող 9 բեռնադարներ Քերեմ Շալոմ անցագետով մուտք գործելու Գազա։ Սակայն սա գաթիլ Օվկիանոսի մեջ հայտարարության մեջ նշած է Ֆլետչեր այս քայլը անվանելով ողջունելի զարգացում։ Սնունդի անվտանգության մասնակիցները վերջին շրջանին զսկուշացուցած էին Գազայի մեջ սովի մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարած է, որ Գազայի նվազագույն օգնությունը վերսկսելու իր որոշումը կայացած է այն բանեն հետո, երբ դաշնակիցները հայտարարած են, որ չեն գտնար աջակցել Իսրայելի նոր ռազմական հարձակումներուն, եթե Պաղեստինյան տարածքի մեջ սովի դեսարանները լան։ Իսրայելի կողմին առաջին բեռնադարներու Գազա մուտք գործելու մասին հայտարարության են գարտ ժամանակ անց Մեծ Բրիտանիան, Ֆրանսան եւ Կանադան հանդես եկան գդրուկ համատեղ հայտարարությամբ օգնությունը որակելով անբավարար։ Անոնք սպառնացած են Իսրայելի թեմ պատժամիջոցներ գիրառելու, գոչնելով Իսրայելին դադրեցնել Գազայի մեջ իր նոր սարսափելի ռազմական գործողությունները։ Հունիս 6-13 Թումանյան սպոսայքի մեջ արվեստի սիրահարներ ագանադես պիտի դառնան բալեի արվեստի հրավառության։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին ըլլալով դարաձաշրջանի մեջ իրականացվող բացառիկ պարադոնին ելույթ պիտի ունենան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Սպենտիարյանի անվան օպերային եւ բալեի ազգային ակադեմիական թատրոնները։ Ներկայացումներու սկիզբը ժամը 20, մուտքը ազատ է։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան։